Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե հրաշք չկա, կա միայն կարիք։ Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե այնտեղ է լոկ սխրանքն սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար։ Այսպես էլ ծնվեց մեկը նրանցից, ծնվեց նա Այրմի Մաշտոց անունով։ Եվ նա էր ահա, որ ձևավորեց մի զենք ժանգախույս և ծովավորեց ասպարեզ մի նոր, որ թույլ ուժեղի, շատ ուսակավի, քիչ ու բազումի մրցության համար ասպարեզ չկա, քանզի նորատիպ այդ մաքարման մեջ այրուձիի տեղ մտքերն են կռվում։ Թանաք է հեղվում արյան փոխարեն և հաղթանակը կոչվում է մատյան։ Այո, մենք կայինք նրանից առաջ, հզոր թե տկար մարմին էինք մենք, սակայն նա եկավ, որ հոգի դառնա, շոշափվող հոգի և անմեռ հոգի, ծնվեց, որ ծնենք, եղավ, որ լինենք, և անմահացավ, որ անմահանանք։ Մեզ սպառնացող վտանգի չափ մեծ և այդ վտանգից նաև ահագին, նա օտար հրի ճարակի դիմաց մեր ինքնությունը կոփեց ու կռեց։ Օտար եկամուտ վարակի դիմաց մահ համտես արած մեր ամենի մած առողջությունը, որ մի պես դրեց խարդախված կաթի դեմ մերան, քանակի դեմ թև, թվի դեմ թռիչք, արյան դեմ թանաք, սրի դեմ գրիչ և դարանի դեմ մատենադարան։ Ու եթե պիտի գիր ու տար հիշվի, ապա նա ինքն է այն մեծատառը, որով հասարակ ու պարզուկ բառը աճում է, հասնում խորհրդանիշի, և մարդը ձգվում ու դառնում է մարդ, անցողիկ մարդը հավերժական մարդ, խեղճ տքնությունը զորեղ տքնություն, ինքնությունն անուշ հուժկու ինքնություն, պաշտողը պաշտող, իսկ հայը Մաշտոց։
Փառք Մաշտոցին խորագիրը, երեխաները հուզվում են, առաջին անգամ են բեմ բարձրանում, խնդրում եմ ծափահարություններով նրանց միշտ աջակցել։ Վերջում շնորհավորենք նրանց տոնը։ Ուշադիր երեխաներ։ Սկսում ենք մեր հայրենարանի հանդեսը։ Այժմ դարձել եմ գրագետ ու քաշ գիտի ճամուկեն բաց եմ